Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս եւ առաջարկում միասին լոշիկներ թխել։ Բարակ, շատ բարակ խմոր եւ շատ կանաչիներ։ Իհարկե շատերիս համար սա հենց ժենգյալով հացի տարբերակն է, բայց ինչու հատուկ չեմ նշել ժենգյալով հաց, քանի որ նախ նպատակ ունեմ նկարահանելու ժենգյալով հացը հենց Արցախում ու դա անպայման միասին անելու ենք։ Բացի դրանից առաջիկայում ժամանակավորապես մի տարբերակ կնկարահանենք Երևանում ու արցախցի մեր հայուհիների ձեռքով պատրաստած, որպեսզի լինի կոլորիտային, բարբառով եւ այլն։ Իսկ սա, քանի որ եւ ձևավորումն է տարբեր եւ միջուկն է այլ, համով լիարժեք այլ է ստացվում, դրա համար մտածված հենց այդպես ուղակի լոշիկ եւ անվանել, իսկ ժենգյալով հացը այլ պատմություն է, առանձին կունենանք։ Այսօր խմորը շատ հեշտ ու արագ է պատրաստվում։ Այստեղ մեզ անհրաժեշտ է սովորական գոլ ջուր, սենյակային ջերմաստիճանից մի փոքր գոլ պետք է լինի, սովորական ալյուր, երբեմն հարցնում եք 10% սպիտակուցի պարունակությամբ, այն ինչ սովորաբար գնում ենք, եւ աղ, խմորի համար միայն սա։ Որպեսզի հեշտ հիշեք, ուղղակի մտապահեք։ Մեզ որքան ջուր է հարկավոր, 2 այդքան ալյուր է հարկավոր, բայց ոչ թե ծավալով, այլ քաշով, այսինքն, եթե այսօր 300 մլ ջուր եմ օգտագործելու, մեզ 600 գրամ ալյուր կպահանջվի։ Եվ այսպես 300 մլ ջուր, գոլ ջուր։ Ավելացնում եմ 1 լիքը թեյի գդալ աղ։ Աղը այստեղ շատ կարևոր է, դա ոչ միայն համի համար է, այլ նաև խմորի կառուցվածքի։ Ոչ մի բուսայուղ չենք ավելացնում, ուղղակի ալյուր։ Պետք է ստացվի բավականին պինդ, բայց ոչ չափազանց ծանր խմոր։ Ես ձեզ կցուցադրեմ, կտեսնեք, թե ինչ կառուցվածք է հարկավոր։ Շատ երկար չենք հունցում, 2 րոպե աշխատում ենք, լրիվ հերիք է։ Տեսեք, ստանում ենք առաջին հայացքից ոչ այնքան համասը, ոչ շատ հարթ խմոր։ Նորմալ է, այս փուլի համար այսպես էլ պետք է լինի։ Իդեպ, կարող է հիմա ձեզ կպչուն թվալ, մի փոքր կարծես պահում է, բայց ընդհանրապես չի կպչում։ Այսինքն, երբ աշխատում եք, ձեզ այս փուլում արդեն կպչուն չի թվա, հանգիստ կաշխատեք։ Հիմա թողնելու ենք մոտավորապես 30-40 րոպեով, որ հանգստանա։ Ժողովուրդ, հանգստանալուց հետո խմորն ուղղակի չեք ճանաչի։ Կհանդիպենք քիչ անց։ Ժամանակը լրացավ, մեր խմորն արդեն լավ հանգստացել է։ Հիմա նրա շնորհիվ, որ մեկ անգամ թողեցինք հանգստանալու, շատ կարճ մի քանի վայրկյան աշխատելու արդյունքում խմորը իդեալական հարթ կդառնա։ Ընդամենը 10-15 վայրկյան ու վերջ մեր խմորը վերջնական պատրաստ է։ Տեսեք, եթե երկու մասի չբաժանեինք, առաջին մասում չթողնեինք հանգստանալ, ստիպված կլինեինք մեկ անգամով բավականին երկար հունցել հարթ եւ համասեր խմոր ստանալու համար։ Քանի որ աշխատելուց հետո խմորը բավականին ձիգ է ու լարված է, թողնում ենք եւս մի 10-15 րոպե, ոչ ավել, ուղղակի որ մի փոքր թուլանա, հնարավոր լինի աշխատել։ Վերջ, արդեն կարող ենք գնդիկների բաժանել։ Ես յուրաքանչյուրը մոտավորապես 60 գրամի չափով կանեմ։ Ամբողջ ալյուրը միանգամից մի լցրեք, իմ դեպքում օրինակ 2 ճաշի գդալի չափով ավելացավ։ Կախված նրանից սենյակում տաք է, սառն է, ինչպիսի պայմաններ են եւ ջուրը ինչ աստիճանի է, կարող է մի քիչ ավել կամ պակաս պահանջվել։ Դա նաեւ ալյուրի որակից ու տեսակից է կախված, այնպես որ ավելի լավ կլինի մի փոքր դնեք մի կողմ ձեր ապահովության համար։ Արդեն ընդհանրապես ալյուրի կարիք չկա, խմորը բացարձակ կպչուն չէ, շատ նման է պլաստիլինին, հեշտ է աշխատելը, նույնիսկ հաճելի։ Քանի որ բարակ շերտ ենք բացելու, մեզ անհրաժեշտ է, որ խմորը լավ հանգստացած լինի ու հնարավոր լինի բարակ ստանալ, դրա համար մոտ 20-ից 30 րոպե էլի թողնում ենք։ Միջուկը պատրաստում ենք շատ հեշտ։ Ես կանաչիների այս խառնուրդն եմ վերցրել, ինչ որ ձեռքիս տակ հայտնվել է։ Շատ ենք սիրում սպանաղ, այնպես որ գերակշռելու է սպանաղը, նաև հազարի թերթիկներ եմ օգտագործելու։ Կարող եք, եթե դառը չէ, մի քիչ ավելի շատ լցնել։ Ես մի փոքր սպանաղից ավելի քիչ կօգտագործեմ։ Կանաչ սող, որքան շատ այնքան լավ, շատ համեղ է, եւ
Համեմ կավելացնեմ, այս ամբողջը ըստ ճաշակի սիրելիներս իմ դեպքում այսքանը։ Հա, ու նախապես անպայման լավ լվանում ենք եւ մի որոշ ժամանակով թողնում սրբիչի վրա, որպեսզի լիարժեք ցամաքեն եւ ընդհանրապես խոնավ չմնան։ Ես պոչիկներն էլ եմ օգտագործելու, ուղղակի շատ մանր կկտրատեմ այս կոշտ մասերը, դրանք եփելուց հետո մի փոքր մի աննշան փափկում են, շատ հետաքրքիր ու հաճելի խրթխրթան կառուցվածք են պահպանում, որ շատ հաճելի է։ Չեք ցանկանա, կարող եք չավելացնել։ Կանաչու հետ ոչ մի համեմունք չկա դեռևս, հատկապես աղ նախապես չենք անում, քանի որ դրանից ջուր է դուրս տալու, իսկ մեզ այնքան էլ հարմար չէ, որպեսզի միջուկը խոնավ լինի։ Եվ աղը եւ պղպեղը կավելացնենք ընթացքում, հենց ձևավորելու ժամանակ։ Ձևավորման ընթացքը հիմա կցուցադրեմ, ուղղակի հետևեք, իսկ թխելու ենք լավ տաքացած տապակով, անպայման երկու կողմից եւ կրակը ոչ չափազանց բարձր եւ ոչ չափազանց ցածր արեք այնպես, որպեսզի հասցնեք եւ շրջել եւ նախապատրաստել հաջորդները։ Խմորը իհարկե կպչուն չէ, բայց ամեն դեպքում ալյուրի վրա ավելի համաչափ է բացվում։ Կիսաշրջանի վրա տեղավորում ենք լավ առատ կանաչին, ավելացնում ենք ըստ ճաշակի աղը, պղպեղը եւ մի փոքր բուսական յուղ։ Հա, ու մի փոքր էլ կիտրոնի հյութ ենք ավելացնում վերջում, հատկապես սպանախը շատ է սիրում կիտրոն ու շատ համեղ է լինում։ Անպայման հիշեք, կանաչին շատ աղ չի սիրում, որքան շատ եղավ, այնքան ավելի համափոխվելու է։ Կարող եք առանձին մի երկու չափաբաժնով համեմունքը ավելացնել, հետո նոր տեղավորել, իմ դեպքում այսպես մի քիչ ավելի հարմար է։ Եթե մեծ չափաբաժնով եք անում, արեք ինչպես հարմար կգտնեք։ Եզրերը մատներով լավ ամրացնում ենք, հետո կարող եք եւ ափսեով հարմար ձև տալ եւ կարող եք նման դանակից օգտվել, երկուսն էլ կցուցադրեմ։ Չիբուրեկի նույնիսկ եթե որևէ տեղ էլ բացվի, այնպիսի միջուկ ենք օգտագործում, որ խնդիր չի առաջանա նույնիսկ այդ դեպքում։ Աշխատում ենք ներսում շատ օդ չթողնել, որպեսզի հետո չպատրվի հանկարծ։ Ինչպես արդեն ասացի, եթե ձևավորելու ընթացքում կամ թխելու ընթացքում ինչ որտեղ կպատրվի, բացված կկառեչանա, չենք անհանգստանում, քանի որ բուսայուղի մեջ չենք պատրաստում, միջուկն էլ հեղուկ չէ, որպեսզի հոսի։ Հակառակը պատրաստելու ընթացքում, եթե տեսնում եմ, որ օդ է մնացել, որպեսզի հետո թավայի վրա շատ չբարձրանա, փուչիկ չդառնա, քանի որ դրա պատճառով արդեն համաչափ չի թխվի։ Պատկերացրեք, փուչիկը մակերեսով ամբողջությամբ չի նստի տապակի վրա։ Դրա համար ես նույնիսկ դանակով մի փոքր անցք եմ բացում, դուրս եմ բերում օդը եւ հետո նոր թխում, այսինքն դա խնդիր չէ, հանգիստ աշխատեք։